կարգում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան, որ թե մենք, թե Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Ոչ ավել, ոչ պակաս։ Օգոստոսի 8-ի առաջին տարեդարձի առիթով հղած իմ ուղերձում եմ ասել, որ խաղաղությունը անշրջելի եւ հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Սա հարց է, որը թե Հայաստանում, թե Ադրբեջանում հասցեագրելու անհրաժեշտություն կա հանուն մեր սերունդների խաղաղ համակեցության իրավունքի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների խաղաղությունն ու խաղաղ համակեցությունն է այն իրավունքը, որ մենք այսօր պետք է առարկայացնենք եւ հետապնդենք եւ պետք է կարողանանք հաղթահարել սրան հակասող որևէ խոսույթ եւ գործողություն։ Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել։ Ես չեմ մոռացել Քավլիցի, չեմ մոռացել, որ ասել եմ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկ ընդմիշտ։ Հայաստանյան ավակ եւ միջին սերնդի քաղաքական ըստ էության բոլոր գործիչների քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը եւ Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին ամենացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարակույրը եւ տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում։ 35 տարի Հայաստանը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար, բացարձակապես ոչինչ։ Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ 1 միլիարդ դոլարից ավել ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Սա այն գումարն է, որը հաշվարկվում է հավելյալ նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ։ Եվ ի վերջո մենք վարակույրը բացելու եւ տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Կօգտվենք մենք այդ հնարավորությունից, թե ոչ, ուրիշ հարց է։ Եվ այստեղ է, որ ուզում եմ ընդգծել։ Մենք ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրենք, Իրանում չպետք է Հայաստան փնտրենք, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրենք, երկու հիմնական ռացիոնալ պատճառով։ Առաջինը, երբ Հայաստանի Հանրապետությունից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից եւ ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը եւ պարտավորությունը։ Եվ երկրորդ, ոչ պակաս կարևոր պատճառը, երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր 4 հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքներում։ Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք 4 տեղ, իրենք 4-ով փնտրում են մի տեղ, մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք մեկը ընդդեմ 4-ի կարգավիճակում։ Մենք հայտնվում ենք, ուշադրություն դարձեք, մեկը ընդդեմ 4-ի կարգավիճակում։ Ու երբ հայտնվում ենք մեկը ընդդեմ 4-ի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության։ Իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել,
պարզվում է ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ եւ նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեր պետությանն ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում դրան եւ չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ եւ գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար։ Այս սոցիալ հոգեբանության շաղվիղներում պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության, ինքն էլ չհասկանալով, թե ինչու է դա մեզ հետ տեղի ունենում։ Եվ Արցախը, Հայաստանը եւ վերջը ծառայել է այս նպատակին, որ ի վերջո բացենք մեր պատմության վարակույրը, մտնենք մեր պատմության եւ իրականության կուլիսներ եւ տեսնենք, թե ինչ է կատարվում, որ լսենք ի վերջո պատմական Հայաստանի ուղերձը, որը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք հերթական Հայաստանը պատմական, որ լսենք մեր պատմության ուղերձները, որը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ, եւ Արցախը, Հայաստանը եւ վերջը այն շրջադարձային կետն է, որը պիտի հանգեցներ մեր պատմության ընթացքի փոփոխությանը, եւ մենք պատմության փակուղուց պիտի դուրս գայինք ու հայտնվեինք ապագայի խաչմերուկում, ու մենք այսօր հայտնվել ենք ապագայի խաչմերուկում, ու ապագան այսօր է, խաչմերուկը այստեղ է, Հայաստանի Հանրապետությունում։ Բայց սա այս ճանապարհի վերջը չէ, այս նոր ճանապարհի առանձնահատկությունն է սա, այն չունի եւ չի ունենում վերջ։ Վերջ ունենում է պատմության այն նախորդ տրամաբանությունը, որի մեջ գտնվել ենք մինչև 2024 թվականը։ Իսկ այս նոր պատմությունը վերջ չի ունենում, եթե ինքներս մեզ չենք առաջնորդում դեպի փակուղի եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համախմբումը իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մտնի փակուղի։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը դարձավ այն առանցքային գործիքներից մեկը, որը թույլ տվեց կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը։ Կառավարությունը ոչ միայն շարունակելու է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը, այլև այն որդեգրում է որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, որի առանցքային խնդիրը արտաքին հարաբերությունների մեջ անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին օգնության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է։ Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունեն կարևոր նշանակություն։ Միացյալ Նահանգների հետ արդեն տարածաշրջանային քաղաքականության մասով մեր հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում։ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հուշագիրը ընդամենը 2025 թվականի հունվարին է ստորագրվել եւ տեսեք, թե այս ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ, որ նախորդ տարվա սեպտեմբերին, ուղիղ մի տարի առաջ, այս դահլիճում ստիպված էի ճակերտավոր արդարանալ, որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ արհեստական բանականության եւ կիսաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ընդամենը մտադրությունների հուշագիր եմ ստորագրել, որն այդ թվում այս պահին դահլիճում ներկա որոշ ընդդիմադիր պատգամավորների այն ժամանակվա պնդման
ոչինչ չասող եւ չնշանակող թուղթ էր։ Այդ ճակերտավոր ոչինչ չասող թղթի ստորագրումից 1 տարի անց Հայաստանում 3 սուպեր համակարգչային կենտրոն է բացվել, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանում, մյուս երկուսը արհեստական բանականության գործարաններ են եւ այս ոլորտում Հայաստան, Միացյալ Նահանգներ, մասնավոր ներդրողներ համագործակցության պլաններն այնպիսին են, որ մենք թերևս ստիպված կլինենք կրկին անդրադառնալ մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետև արհեստական բանականության ոլորտի ներդրումային նախանշվող ծրագրերը էներգետիկայի պահանջարկը մեծացնելու են ահռելի տեմպերով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները հիմա արդեն հիմնված են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա, որը բոլորովին վերջերս է ստորագրվել, եւ սա մեր երկրների հարաբերությունների բարձրակետն է։ Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ եւ մենք արդեն համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որ նախկինում երբեք չենք գործակցել։ Եվրոպական միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։ Նախորդ տարի ազգային ժողովի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ 2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ապա եւ Հայաստան ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Հայաստանը այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, եւ մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, գաղտնիք չեմ բացի ասելով, որ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունը։ Իմ կարծիքով Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան եւ դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեջ հաշվով բնական գործընթաց։ Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում եւ բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա եւ հեռանկարը դրական է։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Արդեն 2 դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի վրա եւ ըմբռնման, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։ Դա մենք տեսանք 2022 թվականի սեպտեմբերին, դա մենք տեսանք 2023 թվականի սեպտեմբերին։ Եվ այստեղ է, որ կրկին առերեսվեցինք մեր պատմության դասերը սովորած չլինելու ցավալի փաստի հետ։ Ի վերջո 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայության կոտորածները ահագնացան այն բանի արդյունքում, որ մենք նախ որոշեցինք, որ մեր հարցերը միջազգային երաշխավորների միջոցով պետք է լուծենք, ապա եւ մեր ամբողջ գործունեությունը ծավալեցինք այս տրամաբանության վրա, հենվելով, հավատալով նաեւ ուժային գործոններին։
Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար։ Այս ընկալումը ավելի էր թանձրացնում մեր շուրջ ձևավորող թշնամությունը, այսինքն մենք ինչքան ուրախանում էինք Ռուսաստանի հաջողություններին առաջին համաշխարհային պատերազմում եւ դրանից առաջ, այդքան մեր շուրջ ձևավորվում էր թշնամության մթնոլորտ։ Իսկ երբ Ռուսաստանը իր ներքին խնդիրների եւ այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, մենք մեկ մենակ մնացինք մեզ թշնամի համարող եւ մեր կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։ Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածներ, կոտորածները ցեղասպանություն։ Մենք պատմությանս դաս այդպես էլ չսովորեցինք նույնիսկ 21-րդ դարում, մինչև իրականությունը իր Տեր Թոդիկյան ոճի դասատուի պես մեզ չսովորեցրեց այդ դասը, ու մենք ի վերջո մեզ ճանաչեցինք հայտնի առածի հերոսի այն դերում, որում գտնվում ենք։ Իսկ առածը հետևյալն է. մարդու 21-րդ դարի մասին է խոսքը եւ 20-րդ։ Մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ նա չգիտի, թե որքան երջանիկ է։ Ու մենք, որ 19-րդ դարում մեկնարկած մեր գաղթը այդպես էլ չէինք դադարեցնել նույնիսկ 1991 թվականից պետություն ունենալու պայմաններում, մենք, որ նույնիսկ պետություն ունենալու պայմաններում շարունակում էինք ավետյաց հայրենիքի մեր փնտրտուքը, միայն պատմության քննությունից կտրվելու վերջին պահին հասկացանք, որ պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, ազգային իղձերով ապրելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա, որովհետև մեր երազանքները եւ իղձերը իրականացված են, եւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։ Մենք շատ դժվար հասկացանք, որ հայրենիքը պետությունն է, որ պետությունից դուրս այլ հայրենիք չկա, եւ մենք որոշեցինք ճանաչել այդ հայրենիքը։ Մենք որոշեցինք ճանաչել Հայաստանի Հանրապետությունը ու նրա տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ հենքի վրա հնարավոր եղավ հաստատել խաղաղություն եւ բացել ապագայի դռները եւ այդ դռներով մտնել ապագայի մեջ։ Մենք որոշեցինք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչու, իրադարձությունները իրենք ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունը ամենասուր վճռականությամբ հայոց ցեղասպանության ճանաչման process սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ process-ը։ Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարակույրը եւ մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա ետևում։ Միջազգային խաղացողները ներողություն է ձևակերպման համար մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում։ Այնպես ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին եւ մինչեւ բոլորովին վերջերս։ Մենք պետք է վերջ տանք հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետեւ եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա զենք է նաեւ մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու։ Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է։ Ու մենք պետք է խոկանք ծիծեռնակաբերդում խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ
եւ անվտանգ։ Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը, ու մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը։ Եվ մեր անելիքը պետք է լինի այս հայրենիք պետությունը զարգացնելը ու այն հարատև սերնդեսերունդ փոխանցելը։ Եվ սրա համար այո, նախ պետք է ապահովել պետության լինելիությունը ու անվտանգությունը։ Սրա համար էլ հարկավոր է նախ սերտել մեր հին ու նոր պատմության դասերը, թե ինչ է լինում, երբ անվտանգության մեր հույսերը կապում ենք ուրիշների հետ։ Ընդ որում, ինչպես վերը ցույց տվեցի, պարտադիր չէ, որ ուրիշները իրենց խոստացածը չանեն չարամտորեն։ Դա կարող է տեղի ունենալ պարզապես անհաղթահարելի հանգամանքների կամ այլ սահմանափակումների պատճառով, ինչպես ժամանակին անգլիական նավերը իսկապես չէին կարող լեռներ մագլցել։ Բայց անվտանգության ապահովման մեր ընկալումները նույնպես պիտի վերանայենք, հասկանալով, որ չի կարելի արտաքին անվտանգության ապահովման ամբողջ բեռը դնել բանակի վրա, էլի բանակի վրա, անընդհատ բանակի վրա, շարունակաբար բանակի վրա։ Բանակը, այո, մեր արտաքին անվտանգության ապահովման առանցքային, բայց նաև ամենավերջին գործիքը պիտի լինի։ Անվտանգության ռեզերվը պիտի լինի եւ նրանից առաջ մենք պետք է ունենանք եւ ստեղծենք անվտանգության լրացուցիչ շերտեր եւ որքան շատ լինեն այդ շերտերը, այնքան ավելի անվտանգ կլինի պետությունը։ Որոնք են ուրեմն արտաքին անվտանգության մեր նոր ճարտարապետության այն գործոնները, շերտերը, որ պիտի դիտարկենք եւ տեղադրենք բանակից առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առաջին գործոնը միջազգային լեգիտիմությունն է։ Միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության հայկական ԽՍՀ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ինչպես արդեն ասացի, այս սկզբունքն է դրված նաև հաստատված խաղաղության հիմքում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչել են հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որին միացած խորհրդային հանրապետությունները իրենց վարչական սահմաններում դարձել են անկախ պետություններ։ Չվիճարկվող, այսինքն միջազգային օրենքով լեգիտիմ տարածք եւ արտաքին հարաբերությունների մեջ լեգիտիմ դիրքորոշումներ ու ակնկալիքներ ունենալը արտաքին անվտանգության ապահովման առաջնային գործիք է։ Այն չլինելով բացարձակ երաշխիք, այնուամենայնիվ կարևոր հիմնաքար է։ Աշխարհի հետ փոխկապվածությունն է արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքը։ Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում հարևան երկրների համար, եւ ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի եւ միջազգային հանրության կողմից։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ սրանից բխող թրիփ նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար, եւ մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։ Արտաքին անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործիքը երկարաժամկետ կանխատեսելիությունն է։ Կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում այլ երկրները Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի պակաս պետք է ընկալեն որպես սպառնալիք եւ խաղաղության օրակարգին նվիրվածությունը պետք է դառնա այլ երկրների կողմից Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ եւ ռազմավարական ընկալումը։ Այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները,
այլև այս խնդրի լուծման համար էական են ոչ միայն հռչակված քաղաքականությունները, այլև սոցիալ հոգեբանական, կրթական, մշակութային, հանրային քաղաքական ոլորտների բովանդակությունն ու խոսույթները։ Պատմության եւ ապագայի հստակ սահմանազատումը եւ օրվա իրականության գործնական կապակցումը ոչ այնքան անցյալի, որքան ապագայի հետ կենսական են Հայաստանի Հանրապետության հարատևությունը ապահովելու համար։ Նաև այս նպատակին է ծառայում ապագան այսօր է բանաձևը։ Երկարաժամկետ կանխատեսելիության գործիքի մասին իրականում ելույթի նախորդ հատվածում էլ խոսեցի։ Կրկին պարզաբանելով ասեմ, որ եթե մեր միջավայրը Հայաստանի Հանրապետությունը ընկալի որպես մի պետություն, որը այսպես ասած աչքից հեռու զարգանում է ու հարմար պահ է փնտրում պատմական հայրենիքը վերականգնելու համար, բնականաբար իրենք էլ հարմար պահ են փնտրելու մտքերի այս ընթացքը կասեցնելու, ի վերջո նաև այդ սպառնալիքին վերջ դնելու համար։ Եվ այս պրոբլեմը արմատապես հասցեագրելու, եթե նույնիսկ ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայմանը իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում որպես ռազմավարություն սերմանելն է։ Այս բանաձևը օրգանապես պետք է ինտեգրվի մեզանում թերագնահատված այն ընկալման հետ, որ խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ գործուն եւ հուսալի երաշխիքը։ Խաղաղությունն է անվտանգության ապահովման միակ հուսալի եւ գործուն երաշխիքը, ավելի հուսալի երաշխիք պարզապես գոյություն չունի։ Եվ հետևաբար խաղաղության վրա